Սելի ֆուտբոլիստները խաղան երեկոն մեզ մոտ շարունակվում է եւ հիմա չափազանց հետաքրքիր հանդիպում ենք միասին դիտելու Սելտան կմրցի Մոնակոյի դեմ թիմերը ողջունում են միմյանց եկեք ծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային կազմերին սկսենք Սելտայից Հայ Բոքսյանը պաշտպանում է դարպասը համար 1 Ավետիս Դուրգանյան համար 4 Դավիթ Հարությունյան համար 7 Լեո Պապյան համար 5 Հարություն Բոքսյան համար 9 Գարիքսեն Քերիմյան համար 11 Նանաև թիմի ավակ թե Դավիթ Հարությունյան համար 12, Սուրեն Ղուկասյան համար 13, Արամ Ենգիբարյան համար 17, Անրի Խալացյան համար 22 եւ Աշոտ Բորյան համար 30։ Ամեն ինչ պատրաստ է արդեն հանդիպման մեկնարկի համար։ Կա մրցավարի Սուլիչում մեկնարկած է հանդիպումը ծանոթացնեմ նաեւ Մոնակոյի կազմը Մեսրոպ Բլնդոյանը պաշտպանում է դարպասը համար 1 Սմոտ Պերեդե համար 5, Վահե Սարգսյան համար 7, Արտուր Հակոբյան համար 8, Աղվան Գրիգորյան համար 10, Էրիկ Սարգսյան համար 12, Սերգեյ Խանինյան համար 13, Սուրեն Մոսյան համար 14, Դավիթ Սարգսյան համար 15, Նելսոն Արությունյան համար 22 եւ Գյորգի Թորոսյան համար 77 անչափ հետաքրքիր ու լարված հանդիպումը մեզ սպասում երկու թիմերն շատ լավ մրցաշրջան են անցկացնում Winter Cup 2025-26 մրցաշարում, այնպես որ քիչ անց նաև կծանոթանանք մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակին, որտեղ ավելի պարզ կդառնա արդեն թիմերի համար ինչ աստիճանի կարևորության համար է այս հանդիպումը։ Կարևորություն ունի այս հանդիպումը։ Հիմա խորքից փոխանցում ենք տեսնում այստեղ Գրոյի անցել հիմա Աչեզրով Մոնակոն Հարությունյանն է գնդակով հարված կատարեց, բայց շեղությամբ ստացվեց Հարությունյանի կատարած հարված ու հարված կլինի Բոքսյանի պաշտպանած դարպասից։ Հարությունյան լավ փոխանցում կատարեց Դուրգանյանի ուղղությամբ։ Մնաց գնդակով Դուրգանյան ու հետ փոխանցում է կարողանում կատարել Դավիթ Հարությունյան։ Ստացավ գնդակը։ Ու դեպի Աչեզր Ենգիբարյանն է առաջ շարժվում։ Խորքից շատ լավ նկատեց Դուրգանյանի առաջ խաղացումը Ենգիբարյանը, բայց փոխանցումը նրան չհասավ։ Մրցաշարային աղյուսակում պատկերը հետևյալն է իսկապես թիմերը սայթակելու ոչ մի հնարավորություն չունեն։ Մոնակոն 11-րդն է այս պահին 10 վաստակած միավորով իր ակտիվում, Սելտան ունի վաստակած 12 միավոր եւ գտնվում է 8-րդ հորիզոնականում։ Մոնակոն այսօր հաղթանակ տանելու դեպքում իհարկե կշրջանցի Սելտային, Սելտան էլ հաղթանակի հասնելու դեպքում միանգամից կհավասարվի 3-ից 5-րդ հորիզոնականը զբաղեցած թիմերին, ովքեր են Լիվերպուլը, Բորուսիա Մյունխեն-Գլադբախը ու Ինտերը։ Մոսյանն է գնդակով, հետ փոխանցում կատարեց այստեղ Բլնդոյանի ուղղությամբ ու դարպասապահ խաղարկում է գնդակը պաշտպանությունում խորքից փոխանցում են տեսնում դեպի Նելսոն Հարությունյանը, բայց այստեղ կարողացան հեռացնել գնդակը Սելտայի պաշտպանները, հետո էլ Հակոբյանի կատարած հարվածը շեղությամբ ստացվեց այստեղ լավ հնարավորություն հիմա իսկապես կորցրեց Մոնակոն, եթե դիպուկ գտնվեր Հակոբյանը կարող էր բացել հանդիպան հաշիվը Ենգիբարյան, թողնում է գնդակը Դավիթ Հարությունյանին, նորից Ենգիբարյանը ստացավ գնդակը, խաղարկում է Ղուկասյանի հետ, Ղուկասյանի փոխանցումը այստեղ չանցավ, բայց եզից կնտի Սելտան, Դավիթ Հարությունյան, թողնում է գնդակը Սուրեն Ղուկասյանին, Ղուկասյանի փոխանցումը մի փոքր թույլ ստացվեց, բայց այստեղ գրոհի անցնել Մոնակոյի մոտ չստացվեց, գնդակը կրկին Սելտայի մոտ է, Դավիթ Հարությունյան, Ղուկասյանի հետ խաղարկեց Հարությունյանը, շատ լավ փոխանցում կարողացավ կատարել դեպի Սենեկ Քերիմյանը, վտանգավոր է այս փոխանցումը ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Դավիթ Հարությունյանի դեմ պայքարում Մոնակոյի ֆուտբոլիստի կողմից եւ տեսնենք այս ստանդարտը ինչի կփորձի վերացնել Սելտան առաջին դեղին քարտը նույնպես տեսնում ենք այս խաղում այն իր գլխավերում տեսավ Գյորգի Թորոսյանը Եվ տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Սելտայի ֆուտբոլիստներին Երկու ֆուտբոլիստ են միանգամից գնդակի մոտ Սուրեն Ղուկասյանն ու Դավիթ Հարությունյանը երկուսն էլ իզորու են այս տարածությունից լավ հարված կատարելու տեսնենք ով կա հարվածի դարպասի ուղղությամբ Կա մրցավարի Սուլիչը Հարությունյանը հարվածեց, բայց պատի վրա ընդունեց Հարությունյանի կատարած հարվածը, հետո էլ հարվածեց եղավ հարադարձ ու անկյունային հարվածի հնարավորություն է վաստակում հիմա
Սելտան Դուրգանյանը արագորեն խաղարկում է Խալացյանի հետ գնդակը։ Սա հարվածի փորձ էր, բայց անհաջող ստացվեց Խալացյանի կատարած հարվածը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, դարպասապահը խաղարկում է գնդակը Սարգսյանի հետ, հետո թողեց գնդակը Սարգսյանը ու հիմա փոխանցում էր ուղղված հենց նրան, բայց այստեղ ուժեղ ստացվեց Աղվան Գրիգորյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Հարությունյան, Ենգիբարյան, խաղարկում են Սելտայի ֆուտբոլիստները, փոխանցում տեսանք առաջ այստեղ Գրիգորյանը լավ գործեց, հիմա էլ Մոսյանի փոխանցումն ենք տեսնում, շատ հաջող փոխանցում դեպի Արտուր Հակոբյանը, Հակոբյան հետ ուղարկեց գնդակը, բայց Ղուկասյանը հաջող խլում կատարեց ու շարժվում է առաջ, Սուրեն Ղուկասյան անցումը ստացվեց Ղուկասյանի, տեսնենք ինչ որոշում կայացնի, վաստակեց անկյունային արված ամեն դեպքում Ղուկասյան այստեղ Սելտայի համար եւ հենց ինքն էլ պատրաստվում է այն իրացնելուն, Ղուկասյան կա փոխանցումը, բայց այստեղ գնդակը բաժին է հասնում դարպասապային Մոնակոյի Մեզրով Բլնդոյանին, ով կրկին չի շտապում ու խաղարկում է գնդակը պաշտպանությունում Աղվան Գրիգորյան մնաց գնդակը Մոնակոյի մոտ Հարությունյան մնաց գնդակով Նելսոն Հարությունյանը տեսնենք ինչ որոշում կայացնի Հարությունյան վտանգավոր է, բայց անկյունային հարված այնուամենայնիվ վաստակեց այստեղ Հարությունյանը Մոնակոյի համար եւ այն պատրաստվում է իրացնելու Դավիթ Սարգսյանը Սարգսյան բարձից փոխանցում այստեղ Ենգիբարյանը առաջինը արձագանքեց գնդակին ու հեռացեց այն Ղուկասյանն էլ փորձում է հասնել այս գնդակին, բայց ավելի լավ գործեց այստեղ Թորոսյանը ու կարողացավ ազատվել գնդակից ուղարկելով այն պաշտպանության կենտրոն Մոնակոն եւս մեկ գրո է փորձում սկսել, բայց ուժեղ էր այստեղ Մոնակոյի ֆուտբոլիստի կատարած փոխանցումը ու գնդակը բաժին հասավ Սելտայի դարպասապահ Հայկ Բոքսյանին ով ուժեղ փոխանցում է կատարում առաջ, բայց այստեղ նորից Մոնակոյի պաշտպաններն են Սարգսյանն է գնդակով Նելսոն Հարությունյան եւ հետ փոխանցում է կատարում Հարությունյան իհարկե Առայժմ չի շտապում Հարությունյանը հերվից կրակոց ենք հիմա էլ տեսնում Էրիկ Սարգսյանի կատարման, բայց Բոքսյանը իր տեղում էր կարողացավ հեռացնել գնդակը, ինչ հետագից ունեցավ գնդակը իսկապես այստեղ Էրիկ Սարգսյանի կատարած հարվածից հետո եթե հայտնվեր գնդակը դարպասում շատ շքեղ գոլի ականատես կլինեինք, բայց դա թույլ չտվեց մեզ դարպասապահ Հայկ Բոքսյանը ու տեսնենք անկյունային իշկտա հիմա Մոնակոն եւս մեկ բարձից փոխանցում հիմա հարվածը կա, բայց թույլ է ստացվում Հարությունյանի կատարած հարվածը Բոքսյանը վերցրեց գնդակը նետելով այն Սուրեն Ղուկասյանին այստեղ հասցրեց Էրիկ Սարգսյանը պաշտպանությունում լավ գործել ու շարժվում է առաջ Սարգսյան կա փոխանցում հիմա Դավիթ Հարությունյանն է փակում Սարգսյանի փոխանցման ճանապարհը Ենգիբարյան փոխանցում դեպի Սենեկ Քերիմյանը երկու թիմերն էլ իսկապես շատ լավ մարզավիճակում են գտնվում ու այս խաղում որպես այդպիսին ընդգծված ֆավորիտ խաղադաշտում չկա երկու թիմերն էլ միմիայն կպայքարեն 3 միավորի համար դրանում երկու կարծիք լինել չի կարող Հարությունյանի անցումը չստացվեց Սարգսյանն է հիմա գնդակով Մոնակոն անցնում է գրոհի Նելսոն Հարությունյան այստեղ էլ Դավիթ Հարությունյանը թույլ չտվեց Նելսոն Հարությունյանին անցում կատարել իսկ այստեղ արդեն կար խաղի կանոնների խախտում Մոնակոյի ֆուտբոլիստի կողմից ու ստանդարտ կիրացնի հիմա Սելտան Խաղարկում են գնդակը Սելտայի ֆուտբոլիստները Սուրեն Ղուկասյան Շտացվեց Սարգսյանին անցնել Հակոբյան մեկ հպումով փոխանցում դեպի Աղվան Գրիգորյանը գուցե կրակի Գրիգորյանը բայց ոչ փոխանցում է կատարում Նելսոն Հարությունյանի ուղղությամբ ու Հարությունյանի փոխանցումից հետո Բոքսյանը կարողացավ վերցնել գնդակը Դուրգանյան ուղարկում է գնդակը Խալացյանին Դեպի Աչեզր, բայց այստեղ Սենեկ Քերիմյանին չհասավ գնդակը ու հիմա Սարգսյանն է ձախ եզրով արագություն զարգացնում այստեղ Ենգիբարյանը մաքուր գործեց հետո էլ ապահովության համար Դավիթ Հարությունյանը հեռացեց գնդակը ու անկյունային հարված կիրականացնի հիմա Մոնակոն
Խաղարկում են արագ գնդակը Մոնակոյի ֆուտբոլիստները Սարգսյան բարձից փոխանցում Տուգանային հրապարակ, բայց Հարությունյանը հեռացեց գնդակը Ղուկասյանն էլ շատ հնարամիտ կերպով թողեց այն Ավետիս Դուրգանյանին, ստացավ պատասխան փոխանցումը գեղեցիկ գրոյի անցել Սելտան Սենեկ Կերիմյանը մի փոքր այստեղ դանդաղեց ու հետո էլ կորցրեց հարված կատարելու հնարավորությունը անկյունային հարված այնուամենայնիվ բայց վաստակեց իր թիմի համար Հենց ինքն էլ իրացնելու է անկյունայինը բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ այստեղ Նելսոն Հարությունյանն է կարողանում է հեռացնել գնդակը, բայց ոչ շատ հեռու հետո կորցին Մոնակոյի ֆուտբոլիստները գնդակը ու հիմա խորքից է Սելտան սկսելու իր գրոհը Դավիթ Հարությունյան գրոզ դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց այստեղ Մոսյանը առաջինը արձագանքեց գնդակին Ենգիբարյանն է հիմա էլ աչեզում դեպի այդ փոխանցում Դավիթ Հարությունյան Եվս պետք խորքից փոխանցում ու հիմա Դուրգանյանի մոտ հարվածը չի ստացվում, եթե դիպուկ գտնվեր Դուրգանյանը, ապա կարող էր բացել հանդիպան հաշիվը, քանի որ շատ հաշվի նկատ փոխանցում էր կատարել նրան խաղանքեր Դավիթ Հարությունյանը, բայց Դուրգանյանի հարվածը չստացվեց, Արամ Ենգիբարյանն է աչի եզրով շարժվում առաջ, ուղարկում է գնդակը Սենեկ Կերիմյանին, Դավիթ Հարությունյան, կրկին Ենգիբարյան Խաղարկում են գնդակը պաշտպանությունում Սելտայի ֆուտբոլիստները, այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց Սենեկ Կերիմյանի փոխանցումը, հիմա Հարությունյանն է լավ անցում կատարում ու շարժվում առաջ հիմա արդեն խճճվեց ու Խալացյանը իհարկե փակեց նրա առաջ խաղացման ճանապարհը, բայց հետո սխալվեցին պաշտպանությունում Սելտայի ֆուտբոլիստները եւ անկյունային հարվածի հնարավորություն տվեցին Մոնակոյին Մոսյանն է պատրաստվում անկյունային իրացնելու Կա փոխանցում, բայց Բոքսյանը դուրս եկավ իր դիրքից ու վերցեց գնդակը եւ նետում է կատարում դեպի Սուրեն Ղուկասյան այստեղ Սարգսյանի հեռացումը չստացեց, կա փոխանցումը Սենեկ Կերիմյան 4 մրցակցի շրջափակման մեջ միանգամից հայտնվեց Սենեկ Կերիմյանը, հետո հասցրեց ազատվել ու փոխանցում կատարել Խալացյանն է գնդակով Դուրգանյան, Դավիթ Հարությունյան Ղուկասյանն է ստացել գնդակը ձախ եզրում անցում է գեղեցիկ էր Սուրեն Ղուկասյան ու հիմա փրկվում է Մոնակոն իշնավ անցում կարողացավ այստեղ կատարել Ղուկասյանը հարվածեց նույնիսկ դարպասի ուղղությամբ, բայց մի ամուր ուժերով պաշտպանն ու դարպասապահը թույլ չտվեցին, որպեսզի գնդակը հայտնվի Դարպասում ու առայժմ հանդիպման հաշիվը բացված չէ Տեսնենք անկյունայինի խաղարկում իշ կտա Սելտային Թորոսյանն է Ներողություն Խալացյանն էր փոխանցում կատարում Մոսյանը հեռացեց զարգացնում է արագություն Անցավ այստեղ Հարությունյանին Մոսյան գեղեցիկ է գործում Մոսյանը տեսնեք այս գրոհը իշ կտա ինքն էլ փորձեց եզրափակելու այստեղ Բոքսյանը կարողացավ վերացնել գնդակի ինչ արագություն, բայց զարգացեց այստեղ Մոսյանը հիմա գնդակը դուրս չի եկել դաշտի սահմաններից, պետք է շարունակել հանդիպումը Խալացյան դեպի Աչեզեր Դավիթ Հարությունյան թողնում է գնդակը Ենգիբարյանին, կրկին Հարությունյան Իսկապես ինչ լավ ու ֆանտաստիկ արագություն կարողացավ զարգացնել Մոսյանը շրջանցեց երկու ֆուտբոլիստի ինքն էլ որոշեց եզրափակել, բայց եթե կարողանար փոխանցում կատարել վերջում ու չշտապեր, ապա դատար դարպասը կարող էին գրավել Մոնակոյի ֆուտբոլիստները Բոքսյան դեպի Աչեզեր Հարությունյան ուղարկում է գնդակը Ենգիբարյանին Ենգիբարյանը կրկին խաղարկում է այն Հարությունյանի հետ չեն շտապում, իհարկե քանի դեռ հանդիպան հաշիվը բացված չէ, երկու թիմերն էլ այս րոպեներին իհարկե չեն շտապի խաղադաշտում Խաղարկում է գնդակը Մոնակոն խորքից փոխանցում ենք տեսնում, բայց Դավիթ Հարությունյանը կրկին լավ գործեց պաշտպանությունում Թորոսյան խաղարկում է գնդակը Սարգսյանի հետ
Սարգսյան ներվից հարված, բայց Բոքսյանը տեղում էր ու կարողացավ վերցնել Սարգսյանի կատարած հարվածից հետո գնդակը լավ հարված էր պատրաստել Սարգսյանը, լավ կերպել կատարեց, բայց իհարկե Բոքսյանը շատ վստահ է զգում իրեն դարպասում, կրկին Սարգսյանն է գնդակով, Հարությունյան լավն էր փոխանցումը, բայց այստեղ արդեն վերջին պահին Մոնակոյի ֆուտբոլիստները կարողացան Ներողություն Սելտայի պաշտպանները կարողացան հեռացնել գնդակը, հետո էլ արդեն դուրս եկան պաշտպանությունից ու Ղուկասյանն է շարժվում առաջ, լավ փոխանցում դեպի Դուրգանյանը, տեսանք Դուրգանյանն էլ հարվածեց ու այստեղ արդեն Բլնդոյանը փրկում է հիմա Մոնակոին վերահաս գոլից, ինչ հնարավորություններ են կորցնում թիմերը խաղադաշտում, իսկապես 1-1 ու շատ վտանգավոր են սպառնում, բայց առայժմ խփված գնդակ չունեն խաղադաշտում, հանդիպման տեմպը էլ ավելի կբարձրանա բնականաբար այս րոպեներից հետո Գրիգորյան ուղարկում է գնդակը Հորոսյանին Մոսյան լավ գրոյ տեղափոխություն էր դեպի աջ, այստեղ Հարությունյանը կասեցեց գնդակը կատարեց փոխանցում, բայց Դուրգանյանը արդեն հասցրել էր կանգնել գնդակի ճանապարհին Աղվան Գրիգորյան Եվս մեկ հեռար արված տեսանք Սարգսյանից, բայց այս անգամ արդեն բարձր ստացվեց Էրիկ Սարգսյանի կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Ղալաթյան ուղարկեց գնդակը Ղուկասյանին Դուրգանյան ու եսից կնետի հիմա արդեն Մոնակոն կատարեցին եզրային նետումը, Սարգսյանը ուղարկում է գնդակը դարպասապա Բլնդոյանին Կրկին Սարգսյան Խաղարկում է գնդակը առայժմ Մոնակոն պաշտպանությունում Իհարկե չկան տարբերակներ այս պահին հիմա կատարվեց փոխանցում դեպի առաջ, բայց այստեղ ստացվեց գրոհի անցնել ու հիմա Սելտան կփորձի անել պատասխան գրոհը Դավիթ Հարությունյան ուղարկում է գնդակը աչեզր, բայց ուժեղ ստացվեց այստեղ Հարությունյանի կատարած փոխանցում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Հիմա կրկնակի փոփոխություն Մոնակոյի կազմում տեղի ունեցավ ու տեսնենք արդեն փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները ինչ կփորձեն անել Խանինյան առաջին նպում է գնդակին Խաղարկում է գնդակը պաշտպանությունը Մոնական Սարգսյան կրկին Խանինյան Կատարեց փոխանցում Աղվան Գրիգորյանի ուղղությամբ Նելսոն Հարությունյան Բայց այստեղ մի փոքր անհաջող ստացվեց խաղարկումը Մոնակոյի ֆուտբոլիստների մոտ ու կորցրին գնդակը եզից կնետի Սելտան Սենեկ Կերիմյանն է գնդակով ուղարկում է դեպի աչեզր բարձից փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ Մեսրոպ Բլնդոյանը կրկին կարողացավ տիրել գնդակին նետելով այն Հարությունյանի ուղղությամբ Կար խախտում այստեղ Հարությունյանի դեմ պայքարում խախտեց խաղականումները Ավետիս Դուրգանյանը Եվ ստանդարտ կիրաստի Մոնակոն Մոսյանը արագորեն խաղարկում է գնդակը Էրիկ Սարգսյանի հետ Դեպի ձախ փոխանցում հետևեց վտանգավոր գրոհի անցնում Մոնակոն Հակոբյան, բայց այստեղ ստացվեց Հակոբյանի մոտ Փոխանցումը, բայց այնուամենայնիվ եզրային նետման հնարավորություն վաստակեց Մոնակոն Հակոբյան հիմա միգուցե բայց հեռու թողեց իրենից գնդակը Հակոբյանը
Սենեկ Քերիման արդեն Սելտանը գրոյի փորձում ասել, բայց Սենեկ Քերիմանի փոխանցումը չանցավ, հետո մնաց գնդակը Սելտայի ֆուտբոլիստերի մոտ եւ հիմա արդեն սխալվում են նաեւ Սելտայի ֆուտբոլիստները ու անկյունային իրականացնի Մոնակոն։ Բարձից փոխանցում ենք տեսնում, այստեղ Մոսյանն է աչեզրում հասնում գնդակին։ Եվ եւս մեկ անկյունային կհետևի Սելտայի դարպասի ուղղությամբ։ Տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա Մոնակոին, Մոսյան խաղարկեց գնդակը Սմոկի հետ։ Փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ Հարությունյանի կատարած հարվածը բարձր է ստացվում։ Տուրգանյան Ղուկասյանի հետ է խաղարկում գնդակը, մնաց գնդակով Սուրեն Ղուկասյանը կարողացավ կատարել փոխանցում, բայց այստեղ Գրիգորյանը երկու դեպքում էլ սահանգման գնով կարողացավ գնդակը պահել Մոնակոյի մոտ, հետո էլ արդեն վաստակում է եզրային նետման հնարավորություն։ Էլիկ Սարգսյան Բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակի մատույցներ, բայց այստեղ շատ ուժեղ ստացվեց Սարգսյանի կատարած փոխանցումը ու հարված կլինի արդեն Սելտայի դարպասից։ Դավիթ Հարությունյան խաղակեսը մոտենում է ավարտին առայժմ չունենք խփված գնդակ խաղադաշտում եւ հուսանք, որ դա երկար չի տևի, իհարկե թիմերը մեզ այդ հաճույքիչ երկար չեն զրկի։ Ղալացյան այստեղ Մոսյանը շատ հաջող կերպով կարողացավ խլել գնդակը, հետո էլ շարժվում է առաջ դեպի Նելսոն Հարությունյան։ Ցածից փոխանցում, այստեղ Հակոբյանը գրագետ թողեց գնդակը, իսկ Պերեդեի կատարած հարվածից հետո պարզապես հիմա փրկվեց Սելտան, եղավ նույնիսկ հարադարձ ու գնդակը շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից, անկյունային հարված հիմա կիրականացնի Մոնակոն։ Գրիգորյանն է հիմա էլ տեղադրում գնդակը անկյունային իրականացնելու համար, այդ փոխանցում տեսանք դեպի Մոսյանը, հերվից հարված Մոսյանի կատարման, բայց ուղի կենտրոնով էլ հարված ու Բոքսյանը կարողացավ տիրել գնդակին։ Դուրգանյան եւս մեկ գրոհ է փորձում սկսել Սելտան, Դուրգանյանը շարժվում է առաջ, ուժեղ ստացվեց այստեղ Դուրգանյանի կատարած փոխանցումը, հետո էլ Սենեկ Քերիմյանը զարգացեց արագություն, բայց հենց նրանից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու եզրից կնետի Մոնակոն։ Մոսյան խաղարկել են գնդակը Մոնակոյի ֆուտբոլիստները, չանցավ Մոսյանի փոխանցումը, բայց եզրից կնետի Մոնակոն։ Կրկին Մոսյան, սխալ պաշտպանությունից դուրս գալուց Դուրգանյան, բայց Մոսյանը ուղղեց իր սխալը, հետո ստացվեց փոխանցում Նելսոն Հարությունյանի համար ու այստեղ եզրային նետման հնարավորություն է կրկին վաստակում Մոնակոն։ Մոսյան եւ փոխանցում ենք տեսնում դեպի Հակոբյանը, Հակոբյանն էլ ավելացրեց այստեղ գնդակի ընթացքը, բայց այն բաժին ասավ Սելտայի դարպասապային։ Դավիթ Հարությունյան դեպի աճ ուղարկեց գնդակը, Օրյանն է առաջ արտվում, լավն էր փոխանցումը, Սենեկ Քերիմյանն էլ լավ էր մտածել, բայց այստեղ արդեն հեռու թողեց իրենից գնդակ ու այն բաժին հասավ Մոնակոյի դարպասապային, ով սկսում է խորքից, Սարգսյանն է գնդակով, Մոսյան, կրկին Սարգսյանի հետ խաղարկեց գնդակը Մոսյանը ու խորքից փոխանցում ենք տեսնում Սարգսյանի կատարման, բայց շատ հեռուն գնաց այստեղ գնդակ ու դուրս եկավ դաշտի սահմաններից։
Սուրեն Ղուկասյան Եզից կնետի հիմա Սելտան կատարում հենց Ղուկասյանն էլ եզրային նետում, բայց այստեղ քիչ էր մնում սխալվեին արդեն Սելտայի ֆուտբոլիստները Իսկ հիմա արդեն սխալվեցին, բայց առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվեց մեզ մոտ կարճատև դադար է, որից հետո կվերադառնանք Սելի ֆուտբոլիստներն մենք վերադառնում ենք Սելտան ընդդեմ Մոնակոյի հանդիպման երկրորդ խաղակեսը միասին դիտելու առաջի կեսից հետո առայժմ հանդիպման հաշիվը 0-0 է եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին սկսենք Սելտայից Հայկ Բոքսյանը դարպասում է համար 1 Ավետիս Դուրգանյան համար 4 Լեո Պապյան համար 5 Դավիթ Հարությունյան համար 7 Հարություն Բոքսյան համար 9 Գարիկ Սենդեկ Կերիմյան համար 11 Դավիթ Հարությունյան համար 12 Սուրեն Ղուկասյան համար 13 Կարամ Ենգիբարյան համար 17 Արի Խալացյան համար 22 եւ Աշոտ Բորյան համար 30 Մոնակո դարպասը պաշտպանում է Մեսրով Բլնդոյանը համար 1 Պերեդես Սմոտ համար 5 Վայես Սարգսյան համար 7 Արթուր Հակոբյան համար 8 Աղվան Գրիգորյան համար 10 Էդիկ Սարգսյան համար 12 Սերգեյ Խանինյան համար 13 Սուրեն Մոսյան համար 14 Դավիթ Սարգսյան համար 15 Նելսոն Հարությունյան համար 22 եւ Գյորգի Տորոսյան համար 77 Խանինյանի փոխանցումը տեսանք, բայց այստեղ գնդակը բաժին ասավ Սելտայի ֆուտբոլիստերին ու Ղուկասյանը խորքից սկսում է Սելտայի գրոհը Դավիթ Հարությունյան Խառը պայքար է ընթանում խաղադաշտում, այստեղ Պերեդեն խլեց գնդակը, բայց շատ տարավ իրենից դեպի աճ ու կորցրեց հարված կատարելու հնարավորությունը Հարությունյան եւս մեկ փոխանցում, բայց Պերեդեն այստեղ հասցրեց նահանջել ուտիել գնդակին, հիմա արդեն խորքից է փորձում գրոյի անցնել Մոնակոն Մոսյան, բայց շանսավ այստեղ գնդակը Դավիթ Հարությունյանից, ով հերվից է փորձում արվածել, բայց այստեղ էլ կանգնեց Էրիկ Սարգսյանը գնդակի ճանապարհին ու շարժվում է առաջ Խանինյանը գնդակով, Խանինյան հերար հարված Բոքսյան այստեղ հասցրեց վերցնել գնդակը, իհարկե մեկ հպումից չֆիքսեց այն, բայց հետո էլ թույլ չտվեց արդեն մրցակցին երկրորդ հարվածը կատարելուն Ղուկասյան Սխալվում են հիմա Սելտայի ֆուտբոլիստները պաշտպանությունից դուրս գալուց Մոսյանն է հերվից եւս մեկ անգամ կրակում, բայց նորից Բոքսյանը տեղում էր ու կարողացավ վերցնել գնդակը եւ շատ հաջող փոխանցում կատարեց այստեղ Դուրգանյանի ուղղությամբ հետո էլ Մոսյանը խլեց ու կորցրեց գնդակը եզից կնետի Սելտան կատարված է եզրային նետումը Սուրեն Ղուկասյան Շարժվում է առաջ Ղուկասյանը հերվից հարվածի փորձ հիմա էլ Բլնդոյանն է վերցնում գնդակը թիմերը այս րոպեներին փորձում են հեռար հարվածներ կատարել մեկը մյուսի դարպասի ուղղությամբ, բայց առայժմ դարպասապանները իրենց տեղում են ու թույլ չեն տալիս ֆուտբոլիստերին գրավելու դարպասը Մոսյան Չանցավ Մոսյանի փոխանցումը, բայց գնդակը մնաց Մոնակոյի մոտ Գրիգորյանն է գնդակով Կրկին հետ փոխանցում դեպի Մոսյանը Լավն էր հիմա Մոսյանի կատարած փոխանցումը Հակոբյան լավ էր մտածել, բայց այստեղ գնդակը չանցավ Սելտայի պաշտպաններից ու բաժին չհասավ այս դրվագում Վահե Սարգսյանին Դավիթ Հարությունյանը հիմա Սելտան խաղարկում է գնդակը ու հեռացեց հիմա Հարությունյանը գնդակը, բայց այն կրկին Մոնակոյի ֆուտբոլիստների մոտ է Մոսյանը նորից զարգացնում է արագություն բավական արագ ֆուտբոլիստ է իհարկե Մոսյանը իր թիմի կազմում ընդհանրապես Սաֆեելում շատ հաջող մրցաշրջան է անցկացնում հարվածը կա ու Բոքսյանը նորից այստեղ իր դիրքում էր եւ կարողացավ չեզոք հասնել վտանգը իհարկե շարունակեմ Մոսյանի մասին խոսել թիմի առանցքային ու առաջատար ֆուտբոլիստներից մեկն է դրանում երկու կարծիք լինել չի կարող եւ խաղից խաղել ավելի է բարելավում իր հանդիպումը Մոսյանը հիմա Հարությունյանը խլում կարողացավ կատարել Սենդեկ Կերիմյանին ուղարկելով գնդակը, բայց կար այո խաղի կանոնների խախտում Հարությունյանի դեմ պայքարում ու դեղին կարտ է գլխավերևում տեսնում Մոսյանը խաղի կանոնները խախտելու համար ու տեսնենք արդեն այս
Ստանդարտ իշ կտա Սելտայի ֆուտբոլիստերին Դավիթ Հարությունյանն է գնդակի մոտ կա մրցավարի Սուլիչը Հարությունյան ցածից փոխանցում բայց հեռացեցին գնդակը Մոնակոյի պաշտպանները հետո էլ գնդակը բաժին ասավ կրկին Սելտայի ֆուտբոլիստերին Սենեկ Քերիմյանն է գնդակով այստեղ կորցրեց գնդակը Սենեկ Քերիմյանը բայց խախտեցին խաղի կանոնը նրա նկատմամբ ու եւս մեկ ստանդարտ է նշանակված Մոնակոյի դարպասի ուղղությամբ տեսնենք այս ստանդարտը գուցե օգնության գա արդեն Սելտային հերո է մի փոքր տարածությունը կա մրցավարի Սուլիչը Դուրգանյանն է հարված կատարում բայց հեռացեցին այստեղ գնդակը Մոնակոյի պաշտպանները մինչև դարպասը չընթացավ Դուրգանյանի կատարած հարվածը հիմա էլ Վահե Սարգսյանն է պայքարում գնդակի համար Դուրգանյանի հետ ու կարողացավ հեռացնել գնդակը բայց եզից կնետի Սելտան Դավիթ Հարությունյան ու հիմա էլ Գրիգորյանը հեռացեց գնդակը եւս մեկ եզրային նետում կտեսնենք Սելտայի ֆուտբոլիստների կատարմամբ առայժմ հանգիստ հանդիպում է ընթանում խաղադաշտում թիմերը այս պայն շտապելու տեղ չունեն իհարկե որքան մոտնա հանդիպան ավարտ այնքան հանդիպան ինտրիգա էլ ավելի կմեծանա ու դա կրկնում եմ նրանից է որ առայժմ չունեն խփած գնդակ խաղադաշտում հիմա Պերեդեն խլեց գնդակ ու շարժվում է առաջ բայց փոխանցում ուժեղ կատարեց այստեղ Պերեդեն ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Սենեկ Քերիմյան իրենից դեպի ձախ ուղարկեց գնդակը Սենեկ Քերիմյանը, բայց այստեղ չանցավ Սելտայի ֆուտբոլիստի կատարած փոխանցումը, հետո էլ կորցրին գնդակը եզից կնետի Մոնակոն։ Բայց այս ընթացքում փոփոխություն տեղի կունենա Սելտայի կազմում, Պապյանն է մտնում խաղադաշտ փոխարինելով Խալացյանին։ Ու խաղարկեցին հիմա Մոնակոյի ֆուտբոլիստները եզրային նետումը խորքից փոխանցում, բայց այստեղ Դավիթ Հարությունյանը առաջինը հարցականքեց գնդակին, հետո էլ Բորյանը փորձեց անցում կատարել ու վաստակեց եզրային նետման հնարավորություն։ Հիմա էլ կրկնակի փոփոխություն Մոնակոյի կազմում։ Ու տեսնենք արդեն Սարգսյանն ու Հարությունյանը խաղադաշտ դուրս գալով ինչ կփորձեն անել թարմ ուժերով, ավետից Դուրգանյան, բայց այստեղ Էդիկ Սարգսյանը հաջող կերպով պաշտպանվեց։ Հիմա էլ կար խաղի կանոնների խախտում, այո։ Ու եւս մեկ ստանդարտ է նշանակված Մոնակոյի դարպասի ուղղությամբ։ Տեսնենք այս ստանդարտ իշ կտա Սելտայի ֆուտբոլիստներին Հարությունյանը արագորեն խաղարկեց գնդակը Ղուկասյանի հետ, ստացավ նրանից փոխանցումը, բայց այստեղ անդրադարձ եղավ Մոնակոյի ֆուտբոլիստից, հետո հասավ գնդակը Դուրգանյանին, Սուրեն Ղուկասյան կրկին Դուրգանյան, բայց արդեն սայթակեց այստեղ Դուրգանյան ու գնդակը բաժին հասավ Մոսյանին, ով խորքից շարժվում է առաջ։ Լավն էր փոխանցումը, այստեղ Վահե Սարգսյանի մոտ է գնդակի հիմա էլ սխալվեց հիմա Սարգսյանը ու արդեն Սելտան է շարժվում առաջ Սենեկ Քերիմյան թողեց գնդակը Հարությունյանին, չանցավ Հարությունյանի կատարած փոխանցումը, եթե անցներ ապա Սենեկ Քերիմյանին արդեն ոչ ոք չէր խանգարի հարված կատարելու գործում։ Հիմա էլ Մոնակոյի պատասխանը տեսնենք, Էրիկ Սարգսյանն է շարժվում առաջ, բավական հեռու թողեց իրենից գնդակը ու հենց Հարությունյանի հեռացնելուց հետո էլ գնդակը դիպավ Սարգսյանին ու դուրս եկավ դաշտի սահմաններից, եզից կնետի Սելտան։ Փոխանցում ենք տեսնում դեպի Սուրեն Ղուկասյանը, բայց Ղուկասյանի կատարած փոխանցումից հետո առաջինը գնդակին արձագանքեցին Մոնակոյի պաշտպանները ու հեռացին։ Նորից գրոյի է փորձում հասնել Սելտան արդեն ձախ եզրով, Բորյան հեռու թողեց գնդակը այստեղ, բայց հետո մնաց գնդակը Սելտայի մոտ, վտանգավոր է Բորյան, բայց հարված կատարելու հնարավորություն շտվեցին ու Պերեդեն խլելով գնդակը շարժվում է առաջ, Նելսոն Հարությունյան ուղարկում է գնդակը Սարգսյանի ուղղությամբ, այստեղ
Սարգսյանի կատարած փոխանցումն էլ ուժեղ ստացվեց ու դարպասապահ Բոքսյանը կրկին վերցրեց գնդակը ուժեղ փոխանցում կատարելով առաջ, բայց այստեղ գնդակը բաժին է հասնում կրկին Մոնակոյի ֆուտբոլիստերին։ Սարգսյանն է աչեզրով առաջ շարժում կա փոխանցում ու արդեն անկյունային հարվածք իրականացնի Մոնակոն։ Փոխանցում ենք տեսնում անկյունայինից հեռացին գնդակը Սելտայի պաշտպանները ոչ այնքան հեռու հետո Մոսյանը կորցրեց ու հիմա Ղուկասյանն է շարժվում առաջ հեռու թողեց մի փոքր գնդակ ու Սարգսյանը բավական հաջող կերպով պաշտպանվեց այս դրվագում Սենեքերիմյան մնաց գնդակը Սելտայի մոտ հետո կորցրին ու արդեն Մոնակոն է շարժվում առաջ վտանգավոր է Նելսոն Հարությունյան հետ փոխանցում դեպի Պերեդեն Սարգսյան անցումը կա Սարգսյանի հարված չկա այստեղ ինչ է հիմա գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից հարվածից հետո բայց անկյունային հարվածի հնարավորությունը այնուամենայնիվ վաստակում են Մոնակոյի ֆուտբոլիստները Սարգսյանն է շտապում իրացնելու այն խաղարկում է գնդակը Խանինյանի հետ ստանում պատասխան փոխանցումը բայց նրա կատարած փոխանցումից հետո հեռացեցին գնդակը Սելտայի պաշտպանները չնայած այն նորից Մոնակոյի մոտը երկրորդ տեմպով է Մոնակոն գրոյի անցնում բայց հիմա Էրիկ Սարգսյանի կատարած փոխանցումները բավական ուժեղ ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Դավիթ Հարությունյան լավ փոխանցում կատարեց դեպի Գարիկ Սենեքերիմյանը տեսնենք ինչ որոշում կայացնի Սենեքերիմյանը մի փոքր ուժացրեց այստեղ ու կորցրեց գնդակը Պերեդե տեսնենք այս գրոհ ինչի կվերացի Մոնակոն Պերեդե անցումը ստացվեց Հիմա սուրեց մրցավարը տեսնենք ինչ է պատահել Գարիկ Սենեքերիմյանին կարծես ձգել է մկանը Սենեքերիմյանը Թե հարված ստացավ նախորդ դրվագում ոտքին հիմա չեմ կարող հստակ ասել, բայց հուսանք, որ նրան ոչինչ չի պատահի ու կարողանա շարունակել հանդիպումը Սելտայի հավաքը Կանգնեց ամենայն դեպս ոտքի ու կմնա այո խաղադաշտում Սենեքերիմյանը Կա մրցավարի սուրիչ ու արդեն վերսկսվում է հանդիպումը ծափարություններ երկու թիմերին էլ նախ Մոնակոյին դրա համար որ դադարեցին հանդիպումը հասկանալու համար ինչ է պատահել Գարիկ Սենեքերիմյանին ու հետո էլ ծափարություններ Սելտային գնդակը մրցակցին հասնելու համար իհարկե ֆուտբոլում հարգանքը վեր է ամեն ինչից Սարգսյան կատարեց փոխանցում Նելսոն Հարությունյանի ուղղությամբ հիմա էլ Դավիթ Սարգսյանի մոտ է գնդակը բայց այստեղ կարողացան խլել Սելտայի ֆուտբոլիստները Հիմա էլ ինչ է պատահել Սարգսյանին, տեսնենք Կարծես հարված ստացավ Դենքին Սարգսյանը, այո ու ստանդարտ է նշանակել մրցավարը Սելտայի դարպասի ուղղությամբ այս անգամ ու տեսնենք Այս ստանդարտը իշ կտա Մոնակոյին Սարգսյանն է գնդակի մոտ Էրիկ Սարգսյանը Կա մրցավարի սուլիչը Սարգսյան հարված պատկազմած ֆուտբոլիստերին դիպավ գնդակ ու դուրս եկավ այն դաշտի սահմաններից դուրս Հիմա արդեն Հարություն Բոքսյանը մտավ խաղադաշտ Սելտայի կազմում ու տեսնենք թարմ ուժերով Բոքսյանը ինչ կփորձի անել նա Փոխարինեց հիմա Գարիկ Սենեքերիմյանին, այնուամենայնիվ փոխարինվեց Սենեքերիմյան, իհարկե հուսանք նրան մենք կտեսնենք խաղադաշտում, չեմ կարող ասել, սա ուղղակի փոփոխություններ, թե քիչ առաջ տեղի ունեցած բախման պատճառով Սենեքերիմյանը փոխարինվեց, բայց այնուամենայնիվ հույս ունենանք, որ նրան մենք կրկին խաղադաշտում կտեսնենք, հիմա
ուժեղ փոխանցում հետևեց առաջ, բայց գնդակը բաժին ասա Մոսյանին, աջ եզրով Մոսյանը շարժվում է առաջ, արկելակեց։ Լավ փոխանցում կատարեց, այստեղ Պերեդեն խլեց գնդակը մրցակցից։ Մնաց գնդակը Մոնակոյի մոտ այդ իսկ պատճառով չստուլեց մրցավարը Խանինյան փոխանցում ու հիմա էլ Դավիթ Հարությունյանն է հեռացնում գնդակը անկյունային հարված հիմա իրականացնի Մոնակոն։ Դավիթ Սարգսյան դեպի աջ Էրիկ Սարգսյան Մոսյանին է ուղարկում գնդակը Մոսյան այստեղ 3 մրցակցի շրջափակման մեջ հայտնվեց կորցրեց գնդակը հիմա Սելտան նետվում է առաջ Սուրեն Ղուկասյան ստացվեց անցումը Ղուկասյանի ու վաստակեց այստեղ անկյունային հարվածի հնարավորություն քանի որ Էրիկ Սարգսյանը կարողացավ սանկման գնով հեռացնել գնդակը տեսնենք անկյունային ինչ կտա հիմա Սելտային Կա բրցավարի սուրիչը փոխանցում եք տեսնում այստեղ կարծես հարված էր կատարում Դուրգանյանը բայց փակվեց Դուրգանյանի հարվածի ճանապարհը Պերեդենը զարգացնում աջ եզրով արագություն մտավ Տուգանային հրապարակ Պերեդեն բայց այստեղ վերջի պահին ֆանտաստիկ գործեց Սելտայի կազմում Բորյանը Դավիթ Սարգսյանի կատարած հարվածն էլ բարձր է ստացվում ինչ լավ անցում ու փոխանցում է արդեն պատրաստվում կատարելուն Պերեդեն բայց վերջի պահին դա թույլ չտվեցին Սելտայի ֆուտբոլիստները Բորյանը տվյալ դեպքում ու հիմա Հարությունյանը խաղարկում է գնդակը Ենգի Բարյանի հետ ստանում նրանից պատասխան փոխանցումը դեպի ձախ է ուղարկում գնդակը որտեղ Պապյանն է Ենգի Բարյան բայց այստեղ կորցրեցին Սելտայի ֆուտբոլիստների գնդակը Մոսյանն է հիմա էլ գնդակով շարժվում առաջ հերու թողեց մի փոքր Հարությունյանը կարողացավ խլում կատարել Սուրեն Ղուկասյան դեպի աջ Բոքսյան բայց այստեղ Էրիկ Սարգսյանը կանգնեց Բոքսյանի փոխանցման ճանապարհին ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից եզից քնետի Սելտան Ենգի Բարյանն է պատրաստվում եզրային նետում իրականացնելուն Երկար փոխանցում առաջ Ենգի Բարյանի կատարմամբ այստեղ բայց անկյունային հարվածի հիմա իրականացնի արդեն Սելտան փորձեց գնդակը հեռացնել Մոնակոյի կազմում Գյորգի Թորոսյանը բայց այլ ուղղությամբ ստացվեց հեռացնել ու հիմա անկյունային հարվածը տեսնենք ինչ կտա Սելտային փոխանցում ենք տեսնում Ենգի Բարյանի հարվածի ճանապարհը փակվեց հետո էլ Դուրգանյանի հարվածը բարձր ընթացավ Մոսյան հիմա էլ ձախ եզրում է հայտնվել Մոսյանը շարժվում է առաջ այստեղ Ենգի Բարյանն է դիմավորել նրան ու այստեղ կարողացավ հեռացնել գնդակը բայց հետո էլ կար խաղի կանոնների խախտում Մոսյանի կողմից այո Ենգի Բարյանի դեմ պայքարում խաղարկում են գնդակը Սելտայի ֆուտբոլիստները Հարությունյանը լավ փոխանցում է կատարում առաջ բայց այն ուժեղ ստացվեց Հարություն Բոքսյանի համար ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Փոփոխություն տեղի ունեցավ հիմա Մոնակոյի կազմում Գրիգորյանը մտավ խաղադաշ փոխարինելով Մոսյանին ու արդեն տեսնենք այս հանդիպման վերջին րոպեները ինչ կտան թիմերին այստեղ ուժեղ փոխանցում տեսանք առաջ բայց Հայկ Բոքսյանը վերցրեց գնդակը ուժեղ հարվածով այն ուղարկում է առաջ
Բայց գնդակը այստեղ ընթացավ դեպի մրցակցի դարպաս ու Բլնդոյանը կարողացավ վերլացնել այն Հարություն Բոքսյանը հետ փոխանցում դեպի Ենգիբարյանը դեպի մրցակցի Տուգանային հրապարակ Ղուկասյանը ընդունում է գնդակը, բայց կա Սարգսյանի ճնշումը թիկունքից, հետո էլ գնդակը հենց Սարգսյանից դուրս եկավ դաշտի սահմաններից ու անկյունային կիրականացնի հիմա Սելտան Ղուկասյան փոխանցում ենք տեսնում Դուրգանյան հարված ու հիմա գնդակը հրաշքով չի հայտնվում Մոնակոյի դարպասում ինչ իրական հնարավորություն հիմա կորցրեց Սելտան իսկապես հաշիվը բացելու, բայց Դուրգանյանի կատարած հարվածից հետո գնդակը շեղությամբ ընթացավ ու դուրս եկավ դաշտի սահմաններից Հիմա արդեն եզից պետք է նետի Սելտան Դավիթ Հարությունյանն է պատրաստվում եզրային նետում իրականացնելուն Խաղարկում է այն Ղուկասյանի հետ, կրկին Հարությունյան Բայց այստեղ Աղվան Գրիգորյանն է խլում կատարում ու փոխանցում դեպի ձախ Հարությունյան Գրոյն է միացել նաև Պերեդը Նելսոն Հարությունյան, բայց չկատարեց այստեղ Հարությունյանը փոխանցում մնաց գնդակով ու հիմա ուղարկում է գնդակը Սարգսյանին Արգելակեց մի պաս Սարգսյանը Հետո էլ Թորոսյանը թողեց գնդակը Էրիկ Սարգսյանին ով շարժվում է առաջ Էրիկ Սարգսյան Կատարեց փոխանցում այստեղ փակվեց Սարգսյանի փոխանցման ճանապարհը հետո էլ խախտեց խաղի կանոնները Սարգսյանը Առաջի խախտում է Կապչունի բասֆոտը ջիգը Կապչունի Ոնց Ունի իգե Ատուրի թե կարած Լավ լի բան Հիմա ստանդարտ կիրաստի Սելտան Ենգիբարյանն է գնդակի մոտ խորքից փոխանցում դեպի առաջ, բայց այստեղ Դուրգանյանը չկարողացավ կասեցնել գնդակ ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Այո, երկու թիմերն էլ բնականաբար ցանկանում են հեռանալ 3 միավորով խաղադաշտից կփորձեն իրենց վերջին թեկուս հնարավորությունը օգտագործել, բայց պետք է չմոռանալ հակագրողների մասին, իհարկե ցանկալի է հաղթանակ տանել, բայց առաջնայինը չպարտվել խաղում Արամ Ենգիբարյան դեպի աջ, Բոքսյան, Դուրգանյան, Ղուկասյանին ուղարկեց Դուրգանյանը գնդակ ու Սելտան սկսում է գրոհը, Դուրգանյանը խաղարկում է գնդակը Հարությունյանի հետ, բայց հարվածը թույլ ստացվեց ու Բլնդոյանը վերցրեց գնդակը նետելով Դավիթ Սարգսյանի ուղղությամբ Վայ Սարգսյանն է աջ եզրում, այստեղ լավ չկարողացավ կասեցնել գնդակը Սարգսյանն ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Անտիպան ավարտին մնացել է 3 րոպե խաղաժամանակ տեսնենք դա ինչ կտա թիմերին հիմա էլ Մոնակոյի գրով բայց Արամ Ենգիբարյանը կանգնեց գնդակի ճանապարհին հետո էլ փոխանցում կատարեց Հարություն Բոքսյանի ուղղությամբ բայց Բոքսյանի հարվածը չստացվեց այստեղ Պերեդը կասեցնում է գնդակի հիմա արագ հակագրողներ են կատարում թիմերը մեկը մյուսի դարպասի ուղղությամբ հիմա այդ Պերեդեի կատարած փոխանցումը փակվեց բայց Աղվան Գրիգորյանի մոտ է գնդակը դեպի աջ է ուղարկում Սարգսյանն է այստեղ Լավ գործեց այստեղ Դավիթ Սարգսյանը, տեսնենք շարունակությունը գրող ինչպես կլինի, փոխանցում, բայց Դավիթ Հարությունյանն է հեռացնում գնդակը, Արամ Ենգիբարյան, լավ նկատեց Բոքսյանին ու Սելտան շարժվում է առաջ, Հարություն Բոքսյան, հարված, բայց բարձր է ստացվում Բոքսյանի կատարած հարվածը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, Դավիթ Սարգսյան վերջին գրոններից մեկն են իրականացնում թիմերը դեպի ձախ Նելսոն Հարությունյանն է շարժվում առաջ այստեղ լավ գործեց Հարությունյանը հարվածել կատարեց բայց շեղությամբ ստացվեց Հարությունյանի կատարած հարվածը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից այս ընթացքում փոփոխություն տեղի կունենա Սելտայի կազմում Սենեկ Քերիմյանը այո վերադարձավ խաղադաշտ փոխարինելով Ավետիս Դուրգանյանին ու տեսնեք արդեն հանդիպան վերջին րոպեները ինչ կտան թիմերին Սուրեն Ղուկասյան Ձախ եզրով է հիմա էլ Ղուկասյանը շարժվում առաջ մնաց գնդակով Ղուկասյանը կա փոխանցում դեպի Սենեկ Քերիմյանը հարվածը նույնպես բայց այստեղ Թորոսյանն էր կարծում եմ կանգնեց այո գնդակի ճանապարհին Սենեկ Քերիմյանի հարվածից հետո ու հիմա Մոնակոն է շարժվում առաջ Աղվան Գրիգորյան
Չկան տարբերակներ, հիմա ստիպված եղավ դադարել ու ուղարկել գնդակը Հարությունյանի ուղղությամբ, բայց սխալվեց այստեղ Մոնակոն եզից պետք է նետի Սելտան։ Բոքսյանն է խաղարկում գնդակը Դավիթ Հարությունյանի հետ դեպի Սուրեն Ղուկասյանն ենք փոխանցում տեսնում, աչից կա Բոքսյանը, Ղուկասյան ու հիմա գնդակը չի հայտնվում դարպասում Ղուկասյանի կատարած հարվածից հետո շատ հնամիտ հարված պատրաստեց ու կատարեց Ղուկասյանը, բայց գնդակը շեղությամբ ընթացավ։ Հիմա սկսում է խորքից Մոնակոն, Հակոբյան քիչ առաջնա դուրս եկավ խաղադաշտ։ Ուժեղ փոխանցում առաջ Պերեդեն այստեղ ընդունում է գնդակը, Պերեդե անցումը կա, Պերեդե վտանգավոր է Նելսոն Հարությունյան, հարված ու հիմա էլ դարպասածողն է օգնության գալիս արդեն։ Սելտային ինչ է կատարվում խաղադաշտում Բոքսյան։ Լավ նկատեց հիմա Հարությունյանի առաջ խաղացումը, Հարությունյան փոխանցում, բայց այստեղ հեռացեց գնդակը։ Թորոսյանը եզից պետք է նետի Սելտան, կատարված է եզրային դետումը Սենեկ Քերիմյան։ Չկար արդյոք խաղի կանոնների խախտում, ոչ ու հիմա Մոնակոն շարժվում է առաջ, բայց Գրիգորյանի փոխանցումը չանցավ եւ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է։ Գոլազուր ոչ ոքի թիմերը բաժանվեցին խաղաղությամբ ու վաստակեցին մեկական միավորներ խաղադաշտում։ Այս հանդիպման համար նախատեսել էինք այսքանը, մեզ մոտ կարճ դադար է, որից հետո կվերադառնանք։